Գյուլիբաղի հայերը միաբերան մեզ խորհուրդ տվեցին այցելել իրենց համագյուղացի Վանիկ Մամուլյանին, գյուղի ամենագետ ու ամենակիրթ մարդուն, ով հպարտությամբ ներկայացավ որպես աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի ազգական։ Ապրում է կնոջ Թերեզայի հայրական տանը, որի դռան վրա մինչ օրս պահպանվել է Վանիկ պապի զոքանչի Ազիզ անունը։ Ախպեր չունեմ 5 քույր ենք եղել, պապաս գնացել է բանակ չի եկել, մամաս ա եղել ստեղ, մամաս մահացել է, ես եմ փոքրը, ստեղ այս տանը մնացել ենք։ Տանտիրոջ հետ կարելի էր զրուցել ժամերով, ցանկացած թեմայից նա իրազեկ էր, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում էր տեղի հայերի կենսակերպն ու խնդիրները։ Հիմնական եկամուտը բաղջեքից մի քիչ եկամուտ է, լում էլ չենք կարող իրացնենք, մեր երեխեքը տուն-տեղը Հայաստան է, Կիրովական, չենք կարող մեր ստեղծածը մեր երեխեքի համար ուղարկենք։ Բոլորը Հայաստանի հետ կապված են, ուզում են, որ իրանց երեխեքին, իրանց ընտանիքին օգնեն, բայց մեծ դժվարություն է։ Տամոժնին էլ դա համահանում են։ 90% ադրբեջանցիներ են, մեր հարաբերությունները մանավանդ որ լեզուն էլ գիտենք, ոչ մի խնդրեմ չկա։ Գնալը ազատ գնում են, գալիս են առևտուր ապանում։ 73-ամյա Վանիկ պապն իր առողջական վիճակից գոհ է։ Փոքրիկ բաղ ու բաղչեն նրա ապրուստի միջոցն է։ Մշակում է, աշխատում, չարչարվում եւ արդյունքում ոչ մրգի, ոչ պոպոքի, չիրուչամիչի եւ ոչ էլ խմիչքի պակաս է զգում։ Հոնից, խաղողից, թթից, ճանճուր, տամբուլ, տարբեր խառնում ես խնձորից։ Խմում ենք, երեխեքի ուղարկում ենք, ծախում ենք, էժան, ես ինչ գիտեմ, մեր ուզա ժամանակ ջերման օգտագործում ենք, վրացիքը 2 լիտրից ավել չեն թողում տամոժնով տանելու։ Սնունդն ամբողջությամբ սեփական արտադրության է, գնում են միայն վառելափայտ, որն ի դեպ բավականին թանկ է, մեկ բեռնատարը 400 լարի, սակայն Վանիկ պապը չի դժգոհում, աշխատողը կապրի նշում է։ Ու ջուրը երեսն անում, պարզում է, արդեն գիտես, որ քաշելու ժամանակն է, նոր լցնում ենք այս պնգի մեջը, գրակը առաջ անգամ քաշում ենք, այս թույլ արաղն է, միջև 40 աստիճան, 45 աստիճան, մեր Հայաստանում թույլը այդ ձևի մի անգամ են քաշում Արարատյան դաշտավայրում, բայց դեռ 2 անգամ են քաշում, միջև 85 գրադուս գալիս է։ Կարամ ես արաղը սարքեմ, առանց գրադուսնիկը բանել, օգտագործել ու ասեմ քանի գրադուս է։ Մինչ տանտերը համտեսի համար կներկայացներ իր բրենդը հոնի օղին։ Նրանց հյուրընկալվեց գյուղի ամենատարեց կինը, տիկին Նվարդը։ Ես 85։ Որքան էլ զարմանալի էր, Նվարդ տատը ավելի գոհ էր իր այսօրվա, քան խորհրդային շրջանի ապրելակերպից։ Ամիավել լավ եմ ապրում, քան ծննդով, դե ջահել էի, աշխատեի, տուժվեի, երեխաները քորփային էլի, դեռ մանր էին, պահեին, բայց մի մեծացել են, ամենքրանց ապրում են, գոհ ենք, հա։ Դուք էլ բարով եք մեր գյուղը։ Այս ձեր հայրենիքը լավն ու բարին բոլորին։ Լավ, բարով եք եկել։ Առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանքը լի, մար Հայաստանը թող ծաղկի, մենք էլ յոլ ենք գնում, թող տիրություն անի այս ժողովրդին, մեղքին։ Մամուլյանի հոնի օղին այստեղ շատ ընկերախմբեր է հավաքել։ Նրանցից պրծնելը շատ բարդ խնդիր է։ Մենք դա հասկացանք շփվելով տարբեր տարիքի, նույն ազգության, այլ պետության տարածքում բնակվող այս ընկերախմբի հետ։ Նրանք հայրենիքի կողքին են, ուղղակի կպած, առաջին հերթին արմատներով, հոգով ու սրտով։ Էդուարդ Մխիթարյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս, Վրաստան։